փորձել էին անել ամենաճոխը, որ ինչը հնարավոր է բանկիրի աղջիկը համար պատկերացնել։ Օրինակ օժիտ պատրաստելու սովորությունը որ կար, ես մինչև վերջի տարիներին դեռ լինում էին դեպքեր, երբ որ օժիտ էին փռում ցույց տալու համար ամուսնությունից առաջ զավակները խնայել են իրենց մամաներին, ասել են, որ ել մի աշխատի, մենք արդեն մեր ապրուստում ունենք, բոլորը գիտեին, որ ձեռագործ աշխատողները հայերն են։ Չենք հույներ կային, ասորիներ կային, քրդեր, եզդիներ, տարազի հետ կապված հարցերը մի քիչ տարբեր են։ Օրինակ հիմա Մարաշի ասեղնագործությունը, որ այդքան տարածված եւ սիրված է այսօր նաեւ Հայաստանում, ավանդական տարազի մեջ Մարաշի ասեղնագործություն գրեթե չկա։ ՀԱԴՊ նշանավոր է եղել եւ կայսրության, Օսմանյան կայսրության մի ծայրից մյուսը կերպաս է վաճառել, բամբակ են մշակել նաեւ։ Եվ դրա կենտրոնում 8 թևանի աստղներ։ Մեր համար հնագույն սրբազան նշանը հայկական ասեղնագործության մեջ պահպանվել է մեր հնագույն մշակույթը։ Բարձրաշխարհիկ կենցաղ, օրինակ այն թափսիները հարուստ են եղել։ Այդ որ ասում եմ իրանք տեքստիլով են զբաղվել, տեքստիլը աշխարհում ամենաեղամտաբեր բանն է։ Այն ժամանակ եւ 19-րդ դարի վերջում արդեն իրանք դրանով հարստացել են, որովհետեւ դրա շրջանառությունը շատ արագ է լինում։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, գիտեք, որ ինքնությունը մշակույթի մասին է։ Իսկ մշակույթը այն ամենն է, ինչը ստեղծվում, մշակվում, հղկվում է մարդու կողմից, սկսած հարաբերություններից, ոչ նյութական արժեքներից մինչև ամենանյութական արժեքները։ Եվ այդ մշակույթը ունի տարբեր լեզուներ։ Այդ մշակույթի տարբեր լեզուները մեզ պատմում են մեր աշխարհայացքի մասին, մեր աշխարհընկալման մասին, ինչպես ենք ընկալել աշխարհը, տիեզերքը, ինչպես ենք ընկալել մարդուն, մարդ-մարդ հարաբերությունները։ Եվ այսօր խոսելու ենք այդ մշակույթի լեզուներից մեկի, ձեռագործի մասին, ասեղնագործության մասին։ Փորձելու ենք հասկանալ, թե հայ մարդը ինչ է գաղտնագրել կամ ինչպես է պատմել այդ լեզվով մեր աշխարհընկալման մասին։ Ինքնության տաղավարում այսօր ես շատ սիրով հյուրընկալել եմ Հրազդան Թոքմաջյանին, ով գեղանկարիչ եւ ազգագրագետ է, եւ իրեն շատերը գիտեք որպես մեր ձեռագործի հավաքորդ, ձեռագործի ուսումնասիրող, ներկայացնող, հանրահռչակող։ Բարև ձեզ, պարոն Թոքմաջյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ինքնության տաղավարում հյուրընկալվելու համար։ Գիտեմ, որ ձեզ գործից կտրել եմ, շատ կարևոր նախաձեռնություններից կտրել եմ, բայց այն ինչ որ դուք անում եք, ուզում եմ որ հասանելի դառնա նաև մեր լսարանի համար։ Այո, շատ է։ Դուք գեղանկարիչ եք, երկար տարիներ դասավանդել եք նաև Հայաստանից դուրս։ Այո։ Բայց ինչ որ մի պահի հանդիպեցիք եւ սեր առաջին հայացքից ասեղնագործության, ձեռագործ արվեստի նկատմամբ եղավ, թե ես սխալ գիտեմ։ Հիմա չգիտեմ առաջի հայացքից թե չէ, բայց ասեմ, որ ձեռագործի հետ կապված հետաքրքրությունը իհարկե կապված է Սիրիայում աշխատելուց հետ։ Եվ 93 թվականից մոտ 20 տարուց ավել ես այնտեղ աշխատել եմ եւ գնացել եմ որպես գեղանկարիչ Հայ բարեգործական ընդհանուր միության Սարյան ակադեմիայում դասավանդելու։ Եվ անկեղծ ասեմ, որ պես հadoop ջանք եմ թափել չշեղվել իմ ոլորտից, որովհետեւ հրաբուրիչ բաներ շատ կան մանավանդ արևելքում։ Եվ փորձել եմ մնալ նկարչության մեջ, միշտ մտածել եմ, որ մի օր որ վերադառնամ շատ ճամբրուկներ չունենամ, հեշտությամբ կարողանամ փոխվել եւ գալ Հայաստան, բայց այնտեղ մթնոլորտը իհարկե այնպեսին էր, որ այդ իմ որոշումները ուրեմն չկացան, այո, եւ այսպեսի համեմատություն անեմ։ Պատկերացրեք, որ դուք դեպքերի բերումով ընկնում եք մի անաղարտ միջավայր, չգիտեմ, Հնդկաստան կամ Աֆրիկայում միտեղ, եւ դուք այնտեղ հայտնաբերում եք բնիկներին եւ իրենց մշակույթը։ Դու եթե արվեստի մարդ ես, դու չես կարող անտարբեր մնալ։ Եմ այդպես մի քիչ ժպիտով ասեմ, որ ես այդպես հայտնաբերել եմ մեր արևմտահայ հայրենագիցներին
որոնք հիմնականում կիլիգեցիներ էին եւ որոնք ցեղասպանությունից հետո ամենամոտ եւ ապահով տեղը Սիրիան էր եղել եւ իրանք այնտեղ էին ապաստանել, մարաշցիներ, այնթապցիներ, քիլիսցիներ, մինչեւ Ուրֆայից, ուրեմն այդ քաղաքների ժողովուրդներ, որ ավելի շատ էին բանում Հալեբում, ունեին իրենց հայրենակցական միությունները, դպրոցները, իրենց սիրելի եկեղեցիները, այնպես որ երբ որ ես իրենց հետ ամենօրյա շփման մեջ եղա այդ տարիներին, հանկարծ նկատեցի, որ իրանք շշմելու ծերագործներ ունեն, օրինակ մեկի տունը հյուր ես գնում, հանկարծ տեսնում ես մի հատ բարձ, ուրեմն թախտի վրա դրած կամ պատին կապած մի բան, որ դա գլուխ գործոց է ուղղակի, իրենց համար սովորական, դա այդ եւ ծերագործը եւ ծերագործի նկատմամբ սերը իրենց հետ բերել էին իրենց հայրենիքից, ասենք մարաշցիներ են, որոնք տեղափոխվել են, քաղաքը փոխվել էր, իրանց սովորությունները եւ իրենց ճաշակը սերը զգացումները չէին փոխվել։ Դա մի զարմանալի երևույթ էր եւ դա ինձ դրտեց դրան լուրջ վերաբերվելու դրդապատճառներից մեկը նաեւ այն էր, որ ի տարբերություն հայաստանյան միջավայրի, որտեղ որ նույնիսկ եթե մեկը մի իսկապես լավ բան է անում, ինքը ակնկալիք ունի գնահատվելու, ցուցադրվելու, ինքը մտածում է, որ իր մասին հոդված պետք է գրեն եւ այլն, չէ։ Այնտեղ դու տեսնում ես, որ այդ տեսակ ակնկալիք էլ չկա։ Հազարավոր տաղանդավոր կանայք եւ աղջիկներ առանց որևէ այդպիսի կողմնակի ակնկալիքի հրաշալի գործեր էին արել եւ ես մտածեցի, որ իրենց քաջալերել, գնահատել, արժանի վերաբերմունք ցույց տալը դա փողակի բան է, անհրաժեշտություն է եւ մանավանդ որ իրենց գործը ավելին էր, քան կենցաղային ինչ-որ մի երևույթ, ձեռքի աշխատանք։ Բայց դա իրենց կյանքի մի մաս էր, իրենց սովորական կենցաղի մի մաս էր, չէ՞։ Այո, իրենք ավանդույթով, օրինակ օժիտ պատրաստելու սովորությունը որ կար, ես մինչև վերջի տարիներին դեռ լինում էին դեպքեր, երբ որ օժիտ էին փռում ցույց տալու համար ամուսնությունից առաջ։ Մի երկու առիթի ես եղել եմ, իրանց համար օժիտ պատրաստելը սովորական բան էր եւ դա գալիս էր այնթապից, մարաշից եւ դրանով իրանք հբարդանում էին, հարևանները գալիս տեսնում էին, մեկը մյուսից ինչ-որ մի նախշեր վերցնում եւ այլն։ Այդ հետաքրքիր բանը միկրոմշակութային միջավայր էր, այո, եւ դա իհարկե սովորական էր։ Սրանք գումարվել է նաեւ են, որ Համիդյան ճարտերից հետո իրենք մեծ ծավալի ասեղնագործություն են արել վաճառքի համար, հատկապես միսիոներների միջոցով արտասահման տարբեր Ամերիկա եւ Եվրոպա վաճառվել է, բայց նորից 70-ական թվականներից 1970-ական թվականներից հետո այդ ուրեմն եկամտի համար աշխատանքը սկսել է պակասել, որովհետև նախ հայերը բարեկեցության են հասել, զավակները խնայել են իրենց մամաներին, ասել են, որ էլ մի աշխատի, մենք արդեն մեր ապրուստը ունենք, եւ նաեւ երբ որ հեռավոր արևելքից սկսել են ավելի էժան ծերագործ բերել Հնդկաչին, Չինաստան եւ այլն, դրա համար ավելի պակասել էր, բայց իրենց համար ծերագործը շատ կարեւոր էր, իմիջիայլոց էդ էլ մշակութային երևույթ է, օրինակ Արևելյան Հայաստանում ծերագործը այդ նշանակությունը չունի, օրինակ եթե Արևելյան Հայաստանում ամուսնացող աղջիկա համար ամուսնական գորգը դա որոշիչ բան է, այնտեղ այդպես չէր, այնտեղ ծերագործն էր կարևոր, ամեն մարդ իր մահճագալի ծածկոցը պետք է ունենար, իր այդ օժիտի փախկացուցիչ մասերը պետք է ունենար, ել չեմ ասում սպիտակեղեն, բարձի երեսներ եւ այլն, դա ամբողջ համալիրը պետք է ունենային իրենք եւ հարուստը եւ աղքատը։ Այդ ինչից էր գալիս, որ օրինակ Արևելյան Հայաստանում դա կարևորված չէր, արևմտյան հատվածում։ Ես համեմատաբար եմ ասում, հա, այդ ես դրա ակունքները չեմ կարող ասել, բայց օրինակ այնտեղ օժիտի համար բան գորգ չի հանդիպի, գորգ կենցաղում կա եւ հետաքրքիր բաներ կան, օրինակ այնտեղ գորգը պատին չեն կախում, գորգը գետնի համար է եւ այնպիսի բազմազանություն կա, որ Սիրիայում, Պարսկաստանից, տարբեր տեղերից եկած գորգեր, երբ որ գնում ես մանավանդ այդ պահպանողական միջավայրի մեջ
արաբների մոտ հատկապես դու ծմրանը եթե մի արաբի հյուր գնաս, պես ամբողջ տունը գորգերով է պատված, բայց պատից չեն կախում իրենք։ Իսկ եւ իմիջիայլոց մի բան էլ ասեմ, որ բազմազգ միջավայրում, ինչպիսին Հալեբն էր, որտեղ տարբեր ժողովուրդներ կողքի ապրում էին առանց որևէ ուրեմն խոչընդոտի իրենք զբաղվում էին համապատասխան գործունեությամբ, ուրեմն օրինակ այդ միջավայրում բոլորը գիտեին, որ ձեռագործ աշխատողները հայերն են։ Չենտեղ հույներ կային, ասորիներ կային, քրդեր, եզդիներ, իսլամի տարբեր ճյուղեր եւ այլն, բայց օրինակ այդ տեսակ բաներ կան արձանագրված դաշտային տվյալներ, որ նշանավոր իսլամ ընտանիքներ իրենց աղջիկների օժիտի համար կանչել են հայ կանանց, որոնք եկել են եւ այդ թշվառ տարիներին, երբ որ շնորհքով տունել չեն ունեցել, այդ կանանց խումբ, ասենք մի 3-4 հոկանոց խումբ եկել է արաբական մեծ տան մեջ ներքին փագով այդ ավանդական տները որ կա, առանձին մի սենյակ մնացել է մի 2-3 ամիս, այդ անհրաժեշտ օժիտը ամբողջությամբ պատրաստել են, իրենց փողը վերցրել, գնացել են։ Օժիտը պատրաստել է նկատի ունեք, որ պիտի ասեղնագործվեր, գեղազարդվեր, այդ հագուստը, սպիտակեղենը, սփռոցները, մահճակալի, դա նկատի ունեք, որ հավաքվում է։ Այո, այդ յուրաքանչյուրը, ասենք օրինակ մի հատ շինկեղ մահճակալի ծածկոց պետք է լինի, բայց բազմաթիվ բարձի երեսներ, որոնք ասենք երևացող բարձի երեսը կա, որ մահճակալի վրա է դրվում, դրանից բացի ամենօրյա օգտագործվող բարձերը կան, գիշերանոցները կան, ինչ ասեմ, մեզ իսկ հագուստը տեսեք հագուստի հետ կապված տարազը պետք է ասենք տարազի հետ կապված հարցերը մի քիչ տարբեր են օրինակ հիմա Մարաշի ասեղնագործությունը որ այդքան տարածված եւ սիրված է այսօր նաեւ Հայաստանում ավանդական տարազի մեջ Մարաշի ասեղնագործություն գրեթե չկա հadoukent դեպքեր կան ուրեմն մեր ավանդական տարազի բանը որ հիշադակելի էլ չեն բայց 19-րդ դարի վերջի ասենք մի քանի աննշան նմուշներ կան եւ 20-րդ դարի դրանք ասենք մամաների սեփական նախաձեռնությամբ իր աղջիկա համար մի շոր է կարել վրա մի քանի նախշ է արել բայց որպես կանոնավոր ինչ որ տարազի մաս կազմի այդպես չի եղել այն թափինն էլ տարազի հետ կապված մենք 10-րդ դարից եկող բաներ չունենք ներքնազգեստ ունենք բայց օրինակ 20-րդ դարի կեսերից վերնաշաբիկներ աղջիկների հրաշալի վերնաշաբիկներ կան պահպանված 10-րդ դարից էլ կան որոշ բաներ օծիկները կրծքի մասը զարտարված այն թափի նրբագույն մեդաքսի վրա աշխատված որոնց վրա նաև երբեմն անվան առաջին տառերը կան երկու կողմերում դրված բայց դա էլ ասենք ավանդական տարազի մաս չի կազմում էլի ավելի շատ բան երևի վերնաշաբիկի այդ տեսակը եվրոպական ազդեցությամբ եկած, որի վրա մեր շնորհալի տիկինները նաև այն թափի ասեղնագործություն են արել։ Չէին կարևորում օրինակ ծոպերը, փեշերը, թևքերը, եզրերը գեղազարդելու։ Հա, բայց որ ասենք լինի ավանդական այն թափի տարած, որը հագնում են, չգիտեմ, որ ժամանակներից եւ որի վրա այդ բանկը այդ տեսակ բան չկա։ Այն թափից հիշադակություն կա, որ մի այրիացած տիկին աշխատել է քրդերի համար բան ուչկուրների եւ ելեկների վրա որոշ ասեղնագործություններ, բայց դա զուտ անունն է, իր բանը ինչ է, ինչպիսին է, դա օրինակ չկա, որ ցույց տանք։ Բայց տարածն էլ չէ, պարոն Թոքմաջյան, ուղղակի փակելու համար, ասենք, այդ ժամանակ ինչ կտոր ձեռքների տակ ընկներ, որտեվ շատ մեծ չէր տեսականին կամ հատուկ պատվերով չէին կարողանալ, ուղղակի պիտի բերեին իրենց ավանդական այդ ձևերի մեջ ձևեին, հագուստը կարեին, եւ որպեսզի դա հայկական դառնար ասեղնագործությամբ գեղազարդեին։ Այդ գիտեք, մի քիչ բարդ հարց է ինչ տեսակետից, որովհետեւ եթե մենք տարազի պես լրջորեն տարազի մասին խոսել ունենք, պետք է խոսենք այն գավառների մասին, որտեղ անաղարտ այդ ավանդույթները մնացել են։ Օրինակ,
Այն թափի ժողովուրդը հավաքական ժողովուրդ է։ Մենք գիտենք, որ Կիլիգիան թագավորության անկումից հետո, չնայած այն թափը ուղղակիորեն թագավորության մեջ չի մտել, սահմանից մի քիչ արևելք եղել, բայց Կիլիգիայի ռեգիոնն է վերջո։ Բայց այնտեղ այդ տարբեր շրջաններից եկած մարդիկ են հավաքվել։ Դրան այդ ծագումնաբանությունը նույնիսկ կա, որ մասը որ շրջանից է եկել։ Նախընտրապես Կիլիգիայի ժողովուրդը հավաքական ժողովուրդ է։ Վասպուրական, Շիրակ, տարբեր շրջաններ ժամանակին եկել են Արցախից։ Այո, եւ դրա համար էլ ուղղակի այդպես ոնց որ մենք Վանի տարազի մասին ենք խոսում, այնտեղ չեն կարող այդ տեսակ բան ասել եւ հետո նաեւ այնտեղ քանի որ վարչարաշահ քաղաք էր եւ որոշ արդյունաբերություն ուներ, թեթև արդյունաբերություն, Կերբասի, այնտեղ նշանավոր է եղել եւ կայսրության, Օսմանյան կայսրության մի ծայրից մյուսը Կերբաս է վաճառել, բամբակ են մշակել նաեւ եւ ուրեմն այդ բան չի եղել այդ պահպանողական մթնոլորտը չի եղել ավելի տարբեր երկրներից եկել գնացել են Պարսկաստանից Եվրոպայի ազդեցությունը ավելի եղել քան ասենք թե ավելի գավառական քաղաքների վրա դրա համար էլ այնտեղից այդպես հիմա այդ հին շրջանի լուսանկարներ որ նայում ենք 1-2 սերունդ իրար կողք կանգնած այնտեղ կա ավելի հին սերնդի մարդիկ որոնք ֆեսով բանով շալվարով եւ այլն նստած են կողքը իր տղան արդեն եվրոպական հագուստով է հարսը արդեն եվրոպական բանով է այդպես այնպես որ այդ տարազի հետ կապված էսկան Պարոն Թոքմանյան, երբ որ ասում եք, որ հայ կանայք գնում էին, ասենք մահմեդական ընտանիքների համար, քանի ամիս աշխատում են եւ այլ, իրենք գործում, ասեղնագործում էին իրենց իմացած զարդանախշերը հայկական, թե ասենք օրինակ արաբական մշակույթին բնորոշ ձևով։ Ոչ, իրենք գործում էին իրենց գիտեցածը, նախ գիտեք, այն ինչ որ իսլամները տեսնում էին, հավանում էին, ուզում էին, որ դրանից իրենք էլ ունենան։ Այդ տեսակ բան չկար, որ եկեք աշխատեք, բայց մեր նախշերը պետք է անեք։ Իրենք անում էին իրենց արածը եւ այդ տեսակետից շատ հետաքրքիր նյութեր կան պահպանված։ Ես իմ հավաքածուի մեջ ունեմ մի մահճակալի ծածկոց, որը իսլամի համար չի արված, բայց մեծահարուստ արաբի համար է արված։ Ուրեմն ասուադների ընտանիքի համար ասուադները Հալեբում բանկիրներ են եղել ուրեմն երբ որ իրենց աղջկան պետք է ամուսնացնեն ուրեմն կանչել են հայերի սրա մասին ինձ պատմել է ուրեմն այդ ամուսնացողի աղջիկը որ արդեն 90 տարեկան տատիկ էր իր մամայից մնացած մի հրաշալի մահճակալի ծածկոց կար Մեդաքսից եւ կդորը Մեդաքս եւ վրայի աշխատանք Մեդաքս մենակ այդ ծածկոցի շուրջը 222 ժանյակ կար փակցված փոքրիկ աստղածաղիկներ այսինքն փորձել էին անել ամենաճոխը որ ինչը հնարավոր է բանկիրի աղջիկը համար պատկերացրեք վրան անվանատառերը կային եւ ինչ եմ պատմում ես բոլորը որ դրա կենտրոնում 8 թևանի աստղներ մեր համար հնագույն սրբազան նշանը 8 թևանի աստղը որը ճառագայթաձև ճյուղավորվել էր եւ ամեն ճյուղի վրա էլ մի հատ նորից փոքրիկ 8 թևանի աստղիկ կար այսինքն սա ուրեմն 18-19 թվականի գործ էր այսինքն փաստորեն արդեն 20-րդ դար, բայց իր ձևաոճական առանձնահատկություններով մեզ հայտնի 10-րդ դարի ամենաանաղարտ այն թափի գործերի նման էր։ Ուղղակի եթե այդ անաղարտները, որ ասում են փոքրիկ բարձի երեսներ են, մի 50-50-ի վրա մաքսիմում սանտիմետր, հա, սա արդեն 2 մետրանոց մեծ կդոր էր շշմելու բան էլի, բայց դες օրինակ չեն բան արել, ձևը փոխելու, մի ուրիշ օրինակ գիտեմ, որ սրանց արդեն իսլամ էր, դրանցը հետաքրքիր մի քանի մորաքույրներ էր ունեցել, ասում էր, որ իմ մամայի եւ հետո ամեն մորաքույրի ամուսնությունը ժամանակ կանչում էին հայերին, գալիս օժիտը պատրաստում գնում էին։ Պարսի երեսներ կային մնացած այդ օժիտներից, ես տեսել եմ ճիշտ նույն պարսի երեսներն էին, ինչ որ հայերը իրենք իրենց համար էին անում։
Պարոն Թուքմանյան, բայց այդ պարագայում չէր ստացվում, որ հետո արաբի ընտանիքից փոխանցված այդ կտորը արաբական էր համարվելու կամ մահմեդական էր համարվելու։ Գորգերի պարագայում չի, օրինակ, ասենք, չգիտեմ, Ղազախի գորգ եւ այլն, հայ վարպետի, հայ նախշերով արած գորգ է, բայց հայերին չի վերագրվում եւ արդեն գործում ենք դրա հեղինակային իրավունքը։ Լրիվ հասկանում, տեսեք, երբ որ պատկերացրեք ավանդական մերձավոր արևելքը։ Տեսեք, այս իմի եւ քոյի հարցը նյութական մշակույթի իմաստով դա ինչ որտեղ նաև արհեստական ստեղծված բան է։ Երբ որ ժողովուրդները իրար կողքի ապրում են, նույնիսկ եթե մի բան կա, որ դու անում ես, քուրդը չի անում կամ քուրդն է անում, դու չես անում, չէ, իմի եւ քոյի եւ քո իրավունքը պաշտպանելու խնդիր չի առաջանում։ Այդ խնդիրը առաջանում այն ժամանակ, երբ որ օրինակի համար, եթե Եվրոպայից մի տեղից թուրքերին ասում են, որ բերեք ձեր երկրին բնորոշ կիրառական արվեստի նմուշներ, իրանք գալիս են, չեն հարցնում հայի է, թուրքի է, տանում որպես թուրքական ներկայացնում են, հասկանալի է, չէ։ Մինչև այդ պահը, երբ որ ինչ որ ուրիշը մեկը չի ուզում ներկայանալ, այդ խնդիրը չի առաջանում։ Հիմա տեսեք, օրինակ, մինչև առաջին համաշխարհային պատերազմ, այդ շրջանը, ասենք այն թափի շրջանը, բոլորը գիտեն, որ լավագույն շինարարները հայերն են։ Դա ապացուցելու պետք չկար, մի բան որ մզկիթ են սարքում, հայ վարպետին էին տանում։ Եվ հայերի համար էլ հասկանալի է, որ լավագույն փախլավա շինողը թուրքն է, դա այդ որևէ խնդիր չկար։ Բայց այ հետո, երբ որ քեզ ասում են, որ այս մեր մզկիթը այսպես, այնպես, այստեղ հայեր գոյություն չեն ունեցել, եւ երբ որ ճնջում են քո հետքերը բաներ, այդ ժամանակ է խնդիր առաջանում։ Եվ երբ որ ասենք դու ոչ միայն հայրենիք ես կորցնում, այլ նաև կորցնում ես այդ հողի վրա քո քրտինքով ստեղծված մշակույթը, այդ ժամանակ է դա տեղի ունենում։ Եվ այդպես է, ես մի ընտանիքից, իսլամ ընտանիքից ծերագործ եմ արել, որոնց մաման հայ է եղել, ասենք թե մահացած, իր զավակները ծախում են, կես հայ էին, կես արաբ իսլամ, հստակ էր։ Հիմա օրինակի համար ես իրանց մամայի հայկական անունը իմացել եմ։ Եվ գիտեմ, որ իսլամական ընտանիքից վերցրած բան է, բայց հայի գործ է։ Այդպես։ Բայց ինչ կարող ես անել։ Իսկ ինչպես էին փոխանցում, օրինակ նույն այդ կինը, որ ամուսնացել էր իսլամ ընտանիք էր մտել, իր մշակույթը, արվեստը, սովորությունները փոխանցելու էր իր զավակներին եւ բացի դրանից էլ այդ արվեստը մեկից մյուսին փոխանցել։ Իսլամները շատ չեն սիրում։ Ես ասեմ, իրենք ցերագործանել չեն սիրում։ Նույնիսկ հունական վանքեր կային, եկեղեցունքից դպրոցներ կային Հալեբում, որտեղ ցերագործի ուսուցիչները հայերն էին։ Այդպես բան ճշգրիտ բաների մասին եմ ասում, ոչ թե ենթադրություն, եւ սովորեցնում էին։ Հիմա դրա համար եմ ասում, օրինակ բազմազգ միջավայրում իրենք գիտեն, որ եթե ցերագործի մասին ես խոսում, դու խոսում ես հայերի մասին։ Հիմա դա ոնց է շարունակվելու, ոնց է շարունակվում, չգիտեմ։ Հայերի մոտ նույնիսկ չշարունակվեց, օրինակ դպրոցներում ցերագործը անցնում էին, օրինակ Հալեբի դպրոցներում անցել են, այն թափի դպրոցներում են անցել եւ օրինակ Հալեբի պարագային, երբ որ դու հարս էիր բերում, դու գիտեիր, որ նվազագույնը այդ հարսը ցերագործով կարող է նպաստել ընտանեկան բյուջեի կատարման, բայց այդ էլ ասում եմ, մինչեւ 60-ական թվականներ դա վերանում է ցերագործով փող աշխատելը։ Բայց իրենք աչքի լույսի պես պահում էին ցերագործները։ Օրինակ, երբ որ մենք գրքերի հրատարակության համար գնում էինք լուսանկարելու համար, իրենց ուրեմն պահոցներից, որ հանում էին, իրանց մամայի գործը եւ այլն, եւ այդ էլ է հետաքրքիր երևույթ, մշակութային երևույթ, որ դրանք ոչ թե մշակույթ են պահում որպես, իրանք պահում են որպես իրանց հարազատներից մնացած առարկաներ։ Դա ինչ մշակութային արժեք է ներկայացնում, դա երկրորդ հարցն է։ Դա գնահատող պետք է լինի, որ ասի, որ իսկապես լուրջ գործ է։ Բայց իր համար թանկ է, որտեղ իր մայրն է դա գործել։ Այո։ Այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա, որ երկրից բերած ահագին ցերագործներ ունեին, Մարաշից, այն թափից ավելի շատ կար, որովհետև իրենք ինքնապաշտպանության էին դիմել եւ կարողացել էին 22 թվականին, երբ որ վերջնականապես լքեցին այն թափը, իրենց տան ունեցվածքով զինաթափ չեղան իրանք եւ իրենց տան ունեցածքով տեղափոխվեցին Սիրիա։
մարզիների մոտ մի քիչ ավելի քիչ, բայց իրենց հետ բերած բաներ ունեին եւ գիտեք ինչպես է, օրինակ եթե դու հայտնվել ես, ասենք Պաղեստինում, հա, այդ գաղթի ճանապարհներին եւ այլն, եւ եթե դու քո հետ ունես մի հրաշալի ցերագործ քո ընտանիքից վերցրած, ոնց որ քո վկայականը լինի, գիտեք, որ քո երեսին նայում են, դու չգիտեն դու ով ես, բայց եթե տեսնում են, թե դու ինչ ցերագործ ունես, հետդ հասկանում են, թե դու որ մշակույթին ես պատկանում, եւ այդ տեսակ դեպքեր կան արձանագրված, երբ որ այդպես գաղթականներ իրենց լվացքները փռել են չորանալու համար եւ անգլիացի զինվորականներ այդ կողմերը անգլիացիներն էին Պաղեստին եւ տեսե շշմել են թե այս թափառական խեղճ ու կրակ անդեր ժողովրդին այս ինչ գեղեցիկ ծերագորներ սրանք որտեղից եւ երբ որ տեսել են որ դա իրենցն է իրենց աշխատածն է այդ նեղ պայմաններում թել ասեղ բան կդել ապահովել են եւ պատվիրել են այսինքն այդ բանի գաղթի ճանապարհին ծերագործ են աշխատել Դա այդ սովորությունը ոչ միայն ձեռագործին, այլ օրինակ ոսկերչությանն էլ չէ վերաբերում, տարբեր արհեստներն էլ վերաբերում հայերի։ Այո, մի քիչ ուրիշ բանով, տեսեք, օրինակ ցեղասպանություն ուսումնասիրողների համար կարծում եմ կարևոր մի բան կա, որ ձեռագործ ամենահասանելին էր վերաբրումի համար, այդ ինչ որ մեր ցուցահանդեսում մենք ուզեցինք ներկայացնել, որ վերաբրումի թիվ 1 հնարավորությունը ձեռագործն է, որովհետև ոսկերիչը պետք է ունենա համապատասխան գործիքներ պետք է ունենա տեղ, պետք է ունենա ոսկին, չէ, որով պետք է աշխատի։ Այդ բոլորը որտեղից մեր քաղաքական թափառական հայերին։ Իհարկե մեջները որոշ ճարբիկները կային, որ կարողացել էին, ասենք, ունեցվածքով դուրս գալ։ Այո, բայց դա մի քիչ ավելի ժամանակ է պահանջել եւ մյուս արհեստներին էլ։ Կոշկակարություն, ճզմեջիություն եւ այլն տարբեր բաներ, որոնք ժամանակի ընթացքում մի քանի տարվա մեջ դու կարող ես դա ապահովել։ Բայց ցերագործը ասում եմ ոչ նույնիսկ ճանապարհին, հա, ուրեմն աքսորի ճանապարհին կարող է ցերագործ աշխատել, անգլիացիներից էլ մի քիչ փող աշխատել։ Երբ որ ասում ենք ցերագործ, նկատի ունենք միայն ասեղը, թե օրինակ հելուն կամ այլ գործիքներով ստեղծված հրաշքներ։ Իրենք չէ՞ դե դրանք իրենց մասնագիտական բաները բաժանումները ունեն, բայց այս կանայք, որոնց մասին խոսում ենք, իրենք այդ բոլորին տիրապետել են։ Եվ այդ անուններով էլ որ հաճախ ասում ենք ռեգիոնին վերաբերող օրինակ մարաշիները մենակ մարաշ չեն աշխատել, որովհետև օրինակ մարաշը մահճագալի սպիտակեղենի համար հարմար չէ, դա այն թափի ասեղնագործություն պետք է լինի։ Այնպես որ աշխատել են, հետո նաև միսիոներների համար երբ որ աշխատել են, նրանք ունիվերսալ վարպետներ էին, որ ասենք ինչ պատվեր գալիս էր, պետք է անեին, չեն կարող ասել ես մենակ մարաշ եմ անում կամ մենակ այն թափ։ Իսկ Վան Վասպուրական պահպանվել էր, իհարկե էլի Կիլիկիայից գնացած էին, բայց տիրապետում են օրինակ Վան Վասպուրականի ասեղնագործության տեխնիկներին։ Չէ, Վան Վասպուրական հիմա այնտեղ անողներ կան, օրինակ Վանի ասեղ, Սվազի ասեղ եւ այլն, բայց դրանք բաներում 10-10-ների ժամանակ սովորած բաներ են հիմնականում օրինակ Էրզրումցիներ գրեթե չկա այնտեղ շատ քիչ են, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը դեպի Արևելյան Հայաստան է գաղթել, Վան Վասպուրականը դեպի Իրաք եւ Պարսկաստան, չէ՞։ Այսինքն այդ բանը այն ինչ որ եկել էր Կիլիկիայից Հալեբ, մի բան էր, այն ինչ որ գնացել է դեպի Պարսկաստան եւ Արևելյան Հայաստան մի ուրիշ բան է։ Պարոն Թոքմաջյան, հաղորդման բացման ժամանակ ես խոսեցի ու շատ եմ ուզում այդ թեման մենք հիմա իրար հետ քննարկենք։ Որպես մշակույթի միջուղ ձեռագրային արվեստը, ձեռագործը լեզու է, որը պատմում է մեր աշխարհայացքի մասին։ Այդ կինը, որը ինչ-որ մի բան է ասեղնագործում, իր ուրախ ու տխուր էմոցիաներն են նաև գաղտնագրում, հյուսում թաքցնում այդ ասեղնագործության տակ։ Եվ եթե օրինակ տարերի նման մենք ունենք 36 կամ 39 տարեր, մաշտոցյան կամ հետագամ լրացված տարեր, ամեն մեկս գրելիս մեր առանձնահատուկ ձեռագիրն ենք ունենում եւ իմ ձեռագիրը ուրիշ որևէ մեկի ձեռագրի հետ չէ շփոթի, որովհետեւ մատնահետքի նման դա շատ բան է։ Եթե մեր ժողովրդի որպես ձեռագիր ընկալենք ասեղնագործություն, ինչի մասին են դրանք պատում, ինչ աշխարհայացք են դրանք ներկայացնում մեզ։ Տեսեք, ես ասեղնագործությամբ հետաքրքրվել եմ ոչ այնքան այն
պատճառով, որ դա հայ կնոջը զբաղում է, հայ կինը կարող է 1000 տեսակ զբաղումներ ունենալ։ Ես դրանով հետաքրքրվել եմ, որովհետև հայկական ասեղնագործության մեջ պահպանվել է մեր հնագույն մշակույթը։ Ասեղնագործության մեջ մեր հազարամյա մշակույթի արձագանքը կա։ Եվ ինչքան ասեղնագործությունը գավառական է, այնքան ավելի անաղարտ է պահպանված։ Կոմիդասն էլ է ասում, որ երկերը փնտրելիս ոչ թե գնացեք քաղաքներ, այլ գնացեք գյուղերը, գավառները, որովհետև այնտեղ անաղարտ է, այսինքն Թիֆլիսում, եթե Թիֆլիսում ամեն կողմից բան կա, ազդեցություն կա։ Հիմա օրինակ Մարաշը այդ տեսակ էր, որովհետև ինչքան հեռու, այնքան այսպես ասենք, ոչ վադիմաստով կարող է մի քիչ կոպիտ, մի քիչ ոչ հանրամատչելի, բայց հազարամյա ավանդույթներ պահպանած Մարաշ, Մալաթիա։ Հիմա այդ աշխարհայացքը, որ ասում եք, տեսեք, ձևերը ստեղծվելու օրինաչափություն ունեն։ Նախ լինում են գաղափարները, հետո այդ գաղափարները մարմին են առնում։ Եվ երբ որ մենք օրինակ մի հատ կենացառ ենք տեսնում, մենք հասկանում ենք, որ այդ կենացառի կերպարը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ որ այդ կենացառը նշանակություն ուներ։ Հիմա մեր ընկալումը մշակույթի այսօրը բոլորովին տարբեր է եւ մեր ընկալումը խանգարում է դա հասկանալ, որովհետեւ մենք հիմա շեշտադրված է դա եվրոպական ազդեցությամբ իհարկե շեշտադրված է ինդիվիդուալիզմը, անհատապաշտությունը եւ ինքը անձամբ ինչ զգացում եւ աշխարհայացք ունի հին մշակույթին, ավանդական մշակույթին նայելիս այս մոտեցումը խանգարում է։ Եվ ոչ թե որովհետև անհատական մոտեցում չկա եւ օրինակ ես բանով թող անհամեստություն թվա հազարավոր ձեռագործներ եմ տեսել, այդ հազարավոր ձեռագործների անողներից կարող եմ ցույց տալ մի 5 հոգու, որոնք բացառիկ շնորհքով մարդիկ են։ Դա այսինքն տարբերություններ կա, բայց ինչ վերաբերում է բովանդակությանը, ուրեմն մեր ձեռագործի արժեքը կարևորությունը նրանում է, որ այնտեղ պահպանվել է մեր նախաքրիստոնեական մշակույթից բավական բան եւ մեր տատիկները, քանի որ չեն փորձել սեփական եսը շեշտելով զբաղվել, ինչպես որ հիմա ամեն քայլափոխին մտածում են, որ նախ այդ եսը պետք է ունենաս, որ շեշտես, երկրորդն էլ իսկ այդ շեշտված եսը ինչքանով է հետաքրքիր ուրիշներին։ Ուրեմն երբ որ երեխան իր մամայից է սորվում, մաման իր մամայից չէ, այդպես սերնդեսերունդ փոխանցվող մշակույթը, որտեղ պահպանողականությունը հիմնական դեր ունի, օրինակ, ասենք հավեսի համար չեն վերցնի կարմիր ֆոնը կապույտ դարձնի, պարզ է, չէ՞։ Եվ դրա հետ ամբողջ համակարգ է փոխվում, գույնը փոխում է, վրայի նախշերը պետք է փոխվի եւ այլն եւ այլն։ Ուրեմն իրենք այդպես սերնդեսերունդ բավական անախարդությամբ մեր ժողովրդի հիմնական արժանիքը, որի համար կարելի է շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, որ իրանք ամեն սերունդ չեն փոխել, իրենք կարողացել են այդ հազարամյա նախաքրիստոնեական շրջանի տրադիցիաները բերել հասցնել 19-րդ դար մինչև 20-րդ դարի սկիզբ։ Իսկ դրանց ստեղծումը իհարկե կապված է նորից, եթե նորից ծևերի ստեղծման օրինաչափության նայենք, այդ դրանք չէին կարող ռամիկ միջավայրում ստեղծվել։ Դրանք ստեղծվել են տաճարներում, երևի առաջի դիզայներները, ոճաբանները եղել են քուրմերը, որոնք գիտեցել են կենացառի նշանակությունը, վիշապի նշանակությունը եւ այդ խորհրդանշանների սպառիչ պատկերացում են ունեցել կազմության մասին եւ ուրեմն իրենք այդ մագերեսը կլոր կամ քառակուսի մագերեսը ձեռագործի վրա հատկացված իրանք ճշգրիտ դասավորել են ինչը որտեղ պետք է լինի։ Դրանք իհարկե վստահ են, որ սկզբնական շրջանում եղել են պաշտամունքային սակրալ առարկաներ, որոնք հետո աստիճանաբար անցել են կենցաղ եւ այդպես դրանց ավանդույթները կամաց եկե հասել են 19-րդ դար։ Հիմա ես երբ որ մի հին ձեռագործ եմ նայում, օրինակ Մալաթիայից եկած մի հատ հյուսված կարով շատ նման Մարաշի,
ապշում ես, քեզ թվում է, թե դա հողի տագից են հանել, կամ ասենք Էրեբունու պեղումներից ելած մի բան է, որովհետև իրա այդ տրամաբանությամբ ինքը այդքան արխայիկ է, եւ ինքը բացարձակ կապ չունի զարդարելու բանի հետ կապված, այստեղ ասենց անենք սիրուն լինել, այդ տեսակ բան չկա, եւ հին մշակույթին դա բնորոշ չէ։ Մի բան էլ ասեմ, առիթից օգտվելով, թող մեր ունկնդիրները իմանան, հին մշակույթում եղել է մի գլխավոր սկզբունք, կամ մենք այդ սկզբունքով պետք է մոտենանք հին մշակույթին, ուրեմն հին մարդու համար կրոնական, գիտական եւ գեղագիտական գաղափարները եղել է մեկ ամբողջություն։ Չկա զուտ էսթետիկական բան, որ այսինքն կարմիր կսենք թող լավ է էլի, կամ կարմիրի կողքը կանաչ կսենք ինչ հավես է նայվում, այս տեսակ բան չկա, անկարելի է։ Դրա համար այդ դրանք ունեցել են սակրալ նշանակություն, այդ հին առարգաները, նույնիսկ միջնադարում, երբ որ մարդը գնացել է սրբանկարի մոտ աղոթելու, ինչի, որովհետև իր համար դա ոչ թե նգար է, կամ ոչ թե որովհետև Մարիամը գեղեցկագույն կերպար ունի։ Մենք միջնադարյան ծերագրերում նկարներ ունենք, որ Մարիամը տգեղ կին է, բայց ինքը սիմվոլ է, մայր աստվածության սիմվոլն է, եւ դրա դեմ խոնարհվել են, համբուրել են, մոմ են վառել։ Հիմա արվեստի ընկալումը բացարձակ տարբեր է, քեֆի, հավեսի հետ է կապված։ Պարոն Թոքմաջյան, այդ ասելիքը ո՞րն էր, այդ տրամաբանությունը ո՞րն էր, այդ ներքին արխայիկ ժամանակվանից եկող այդ պատումը ո՞րն էր։ Այդ ձեռագրերը ինչ էին թաքցնում, ինչ էին գրում։ Իրենց հիմա տեսեք մեր Հայաստանի միջավայրում այդ սիմվոլների վերզանման, նրանց մեկնաբանության հետ կապված բազմաթիվ բաներ կան, ասենք դու մի բան ես ասում, մյուսը ասում է, որ չէ, ինչ ես խոսում, դա ուրիշ բան է նշանակում, հավերժության նշան է, էսը չէ, այս տեսակ բաներ կան, մի քիչ անշնորհակալ բան է, բայց որպես ընդհանուր գաղափար ասեմ, որ իմիջայլոց իր կրոնական տրամադրությամբ էլ տարբեր է քրիստոնեականից, այնտեղ մահ չկա, կա կենաց ծառ, այնտեղ կա կենաց ծառ, չեմ ասում քրիստոնեության մեջ էլ մահը հաղթված է։ Ճիշտ է, բայց այդ տեսակ պատմություն չկա, որ բանին Աստծուն սպանում են, կա կենաց ծառ։ Չէ, բայց մենք ունենք մահացող եւ հարություն առնող աստվածություններ եւ քրիստոնեությունն էլ բանի համար ես ասում, ճիշտ է, բայց չէ, այդ բանի մեջ, օրինակ, կա հիմա մենք ասում ենք բան է, ասենք թե խաչի վրա խաչված Հիսուս Քրիստոսն է, չէ։ Հին մշակույթի մեջ մի հատ կենաց ծառ կա, որը ըստ հավատալիքների կենացար ոչ թե բույս իմաստով, այլ կյանքի խորհրդանիշ, եւ մարդիկ համոզված են, որ այդ կենացարը պաշտպանելու համար իր երկու կողքերում եթե վիշապներ է պատկերում, ինքը պաշտպանում է։ Մտածողությունը այդ տեսակ է, էլի, բայց հիմա օրինակ ասենք թե Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, դա թեմատիկ բան է, գիտեք։ Հա, բայց մեր խաչն են, մեր կենաց ծառը քրիստոնեական ընկալման մեջ են կենաց ծառ, որ կյանք է տալի, ծաղկած է, ոչ թե Քրիստոսը իր վրա խաչված, որ ավելի շատ օգտագործում են կաթոլիկ կամ դա մենք հետո անշուշտ, բայց դա բան է, ասենք դա աստվածաբանական մեկնաբանություն է։ Մենք այնտեղ մեր իմիջիալոց դրամասները ուզում ասել, որ երբ որ որոշ մարդիկ տեսաբաններ բանը քրիստոնեությունը մեղադրում են հին մշակույթը բան անելու ոչնչացնելու բան, ես բացարձակ համաձայն չեմ դրա հետ, նախ որովհետև Օրմանյանը ինքը ասում է, որ քուրմերի զավակները դառան բաներ հոգևորականներ, այսինքն ժամանակի էլիտան սարկածած գրագետ մարդիկ մտան քրիստոնեական գծի մեջ, այնպես որ բան չէր, այնպես որ կտրեցին, թափեցին եւ հետո այն նախաքրիստոնեական մոտիվները, որոնք հսկայական առատությամբ կա մեր դեկորատիվ արվեստի մեջ, լինի մանրանկարչություն, ցերագործ եւ այլն, ցույց է տալիս, որ այդ ամբողջը չի ոչանջ, որովհետեւ օրինակ բանավոր ժառանգությունը կարող է բանավոր փոխանցվել, հա, մեկը մեկին հեքիաթը պատմելով կարող է գնական էպոսը, բայց նախշը, օրինակ կենաց ծառի կերպարը բանավոր չի կարող փոխանցվել։ Նշանակում է, որ օրինակ ես եթե մի հատ կենաց ծառ եմ նկարում, միտեղ կա, ես այդտեղից արտանկարում եմ, հասկանալի է, չէ՞։ Այսինքն մեր ժառանգությունը պահպանվել է, օրգանապես մտել է քրիստոնեական մշակույթի մեջ եւ զուգորդում են իրար։ Օրինակի համար այսպեսի մի առանձնահատկություն ասեմ, մեր եկեղեցիների վրա խաչի տակ մի հատ գունդ կա, չէ՞։ Օրինակ դա բանը սերմ հադիկն է։
սերմ հատիկն է, որը գալիս է կենաց ծառից։ Այ քիչ առաջ որ դուք ասում եք, որ խաչը մեր կենաց ծառն է, չէ, այ քրիստոնեական խաչը, որ եկել է, որ բանի տաճարի վրա պետք է կանգնի, իր տակ մնացել է այն նախնական պատկերացումը, որ այդ ծառը հատիկից է աճում։ Եվ դրա համար հիմա երբ որ մոդեռն եկեղեցիներ են սարքում եւ այդ հատիկը չկա, ես նեղվում եմ, որովհետեւ այդ հազարամյա ավանդույթը ջնջում են, բարձ է, չէ։ Հա, եւ այդ հատիկներ չի խանգարում, մեզ առանձնահատկություն է տալիս, կամ երբ որ խաչը ինչի է ծաղկյալ խաչ, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես կենաց ծառի, չէ, այդ իրավոճավորման մեջ էլ դա արդահայտվում է, որ ժողովուրդներ կամ բաներ կան, ուղղություններ, որոնց մոտ այդ բանը չկա։ Այնպես որ այդ բանը հետո նաև մենք քրիստոնեությունը ընդունել ենք որպես արտեմ մշակույթ ունեցող ժողովուրդ, ձևամտածողություն ունեցող ժողովուրդ։ Ճիշտ է, որ փյուսանդական ազդեցությունը հետագայում շատ մեծ է եղել թեմատիկ պատկերների իմաստով, բայց հայկական, ուրեմն միջնադարյան քրիստոնեական արվեստի մեջ որոշակիորեն շատ հաստ շերտով նստած է մեր նախաքրիստոնեական մշակույթը։ Ինչքան էլ անենք, ինչքան էլ տարբեր տեղերից ձևեր թելադրեն մեզ, միևնույնն է տակից հայկականն է դուրս գալու։ Այո, հայկականը, հայկական մտածողությունը, հետո նաև հավաքական ճաշակը, ինչպես է որ որևէց է, օրինակ միծ է, օրինակ ինչպես է որ կենտրոնակմպետ եկեղեցին Հայաստանում ավելի սիրված է, քան բազիլիկը, օրինակ նախնական շրջանում կամ ասորիկի կողմից եկող ոճը ճաշակը, որ սովորաբար ասում են, չէ, բազիլիկն է առանց կմպետինն է, բայց օրինակ հայերը սիրում են կմպետով եկեղեցի եւ դա ապացուցված է ողջ միջնադարում։ Նույնիսկ պարը, Էջմիածնի այդ պարելի գմբեթային այդ տրամաբանությամբ հավաքվում են այդ շրջանի շուրջ ու դառնում գմբեթ։ Այո։ Պարոն Թոքմաջյան, իսկ տարբերություն դնում էին, օրինակ ինչ նախշեր կամ ինչ հորինվածք օգտագործեն բարձերի վրա, ծածկոցի վրա, հագուստի վրա կամ թաշկինակի վրա, սփռոցի վրա, որտեղ դրանք տարբեր կենցաղային նշանակություն ունեին, արդյոք այդ զարդանախշերի հորինվածքը տարբեր պիտի լիներ, թե հիմնական նույն տրամաբանություններ գործում։ Ավանդույթի ուժներ գործում, հիմնականում մեծ ասեղնագործությունները ունեն որոշակի քիչ շեղվող օրինաչափություններ, որ օրինակի մահճակալի ծածկոցի կենտրոնում կամ լինում է 4 կենսական ուժերի միասնությունը, կենտրոնում որպես 4 տարերի, հա։ 4 տարերի, այո, կամ կենաց ծառն է լինում։ Օրինակ եմ արտադրել եւ դրա շուրջը սկսում է հեշտով դասավորվել տարբեր բաներ, տարբեր խորհրդանշաններ, կենաց ծառեր, հիմա էլի այդպես թռուցիկ ասեմ, եթե 4 կենսական տարրերն են կենտրոնում, ծառերը այդ շրջանագծով շարված ծառեր ուղղված են դեպի 4 կենսական ուժերը, 4 անկյուններում անպայման շեշտված 4 ծառերն են, որ երևի դրախտի խորհրդանշիներն են, եւ 4 անկյուններում անպայման լինում են վիշապի պատկերներ, քիչ առաջվա ասածս է, բան կյանքը պաշտպանող սիմվոլները եւ զարտակոդիները եզերքի, այդ էլ շատ հետաքրքիր է, որը մի տեսակ պաշտպանում է կյանքի ոլորտը անհայտից, հա, քաոսից պաշտպանում է, այդ էլ իրեն հատուկ բաներ ունի եւ դրանց մեջ շատ հաճախ օգտագործում են նորից կա ասեղնագործության մի տեսակ կա, որտեղ փոքրիկ մանկական ներքնարկների երեսներ կան, որոնց այդ եզերքը վիշապներ են շարված։ Օրինակ այդ տեսակ բան կա նաև որոշ գորգերի մեջ։ Դա է ուզում հարցնել, նույն տրամաբանությամբ է ոնց որ գորգերի վրա ասեղնագործ տարբերակներ։ Այո, նույն տրամաբանությունն է եւ այդ էլ է հետաքրքիր երևույթ, որ տեխնիկայի տարբերություն, որոշ էսթետիկայի տարբերություն դու տեսնում ես, բայց քանի որ հիմքում նույն մշակույթն է, ամբողջական է ինքը եւ այդ գորգը, բրինձը մետաղամշակության մեջ լիքը բաներ կան, որոնք որ դու երբ որ առանձին նայում ես, թվում է թե դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն, բայց հետո այդ ներքին տրամաբանությունը իրենց պահում է եւ մի բան էլ ասեմ, որ սա էլ է կարեւոր, որ հայկական ասեղնագործության եւ տեքստիլին ընդհանրապես հյուսվածեղենին բնորոշ է հենց դա ներքին տրամաբանությունը։ Օրինակ մերձավոր արևելքի տարբեր ժողովուրդներ ունեն իրենց հյուսվածեղենը, իրենց գորգերը հրաշալի, ոչ մի բանով չեմ կամարանքով չեմ ասում, բայց դրանց հիմնական նպատակը ոնց որ զարտարելը լինի, որ ասենք եթե մի հատ հսկայական գորգ միլիոնավոր ծաղիկներ վրան ասեղնագործված դա փռում են, ուզում են որ դու քեզ զգաս դրախտի մեջ, ջեննետի մեջ, բարձ է, չէ, հայ գորգը այդ խնդիրը չունի, հայկական
Հունական գորգի մեջ պահպանվել է նախկին հնագույն բանը, նույնիսկ եթե խեղաթյուրված որոշ չափով թե հազարամյակներ են անցել, չէ, բայց իր մեջ կա բովանդակություն։ Եվ ինչ իմաստ է այդ բովանդակությունը։ Այդ ասենք վիշաբի եւ ասենք թրջունի պայքարը, կենաց ծառը, այդ դրանք բաներ են, բովանդակություն իմաստ ունեցող սիմվոլներ են, որոնք կապված են հին հավատալիքների հետ։ Դրանք նրա համար չեն, որ բան են, դու քեզ բան գեղեցիկ միջավայրում զգաս։ Դա վերաբերում է եւ կտորի վրա արած ասեղնագործան, եւ ժանյակին, եւ գորգին, եւ մնացած բոլոր։ Այո, մեր հին մշակույթին է վերաբերվում։ Պարոն Թոքմաջյան, իսկ կային տղամարդկանց եւ կանանց համար առանձնացված զարդանախշերի համակարգեր, օրինակ, եթե շապիկ պիտի ասեղնագործեին, ավելի շատ կանանց, որը կանանց համար էր, այլ զարդ կանեին, եթե տղամարդու համար էր նախատեսված, այլ զարդեր կանեին։ Ես այդ ինձ ծանոթ ռեգիոնում տղամարդկանց համար ասեղնագործված բաներ չեմ հանդիպել։ Կանանց համար էր։ Կանանց համար եւ այդ բարձրաշխարհիկ կենցաղ, օրինակ այն թափսիները հարուստ են եղել։ Այդ որ ասում եմ իրանք տեքստիլով են զբաղվել, տեքստիլը աշխարհում ամենաեգամտաբեր բանն է։ Այն ժամանակ եւ 19-րդ դարի վերջում արդեն իրանք դրանով հարստացել են, որովհետեւ դրա շրջանառությունը շատ արագ է լինում։ Այս առաջին անհրաժեշտության ապրանքի հագուստ պիտի ունենա։ Այո, որոշ մարդիկ ասում են, որ նույնիսկ զենքից եւ բաներից ավելի եգամտաբեր է տեքստիլը։ Չինաստանը չի զարգացել։ Ուրեմն այդ բանի ինքնաբավության եւ ճոխության մեջ իրանք այնպիսի ծայրահեղությունների են գնացել, որ չես պատկերացնում։ Օրինակ ենթադրենք, թե այն թափսի հարսը մի ֆանտաստիկ շիկեղ գիշերանոց ունի, հերիք չէ։ Մի հատ էլ այդ գիշերանոցի համար մի հատ բողջա կամ կաբոց են սարքում, որ մեջը տնեն, դրանով տանեն։ Էդ էլ իր հերթին է, գիտես, զարդարված է, որ ասես օրինակ դա ավանդական օժիտի մաս չէ, բայց իրանք անում են դա։ Եվ այդպես կամ ասենք թե հարսի կոշիկները որ տանեն հագցնելու համար, կոշիկները արդեն ճոխ եւ շիկեղ է, ինչ տարբերություն ինչով է ստանում, չէ, էդ էլ մի հատ շիկեղ ասեղնագործված բանի մեջ են տնում, տանում են։ Իսկ երեխաների համար, ասենք մայրը իր երեխաների զավակների համար ինչ որ բաներ ստեղծում, շապիկեր կարում կամ հագուստեր կարում, էլի չկար տենց առանձնացած տղաների եւ աղջիկների համար։ Չէ, կա, բայց ասեղնագործության հետ կապված, որ ասենք թե այսպես ասեղնագործված այդ տեսակ բաներ չկան։ Երեխաների համար պահպանված ամենաբնորոշ հագուստ, ասենք հագուստներից բանն է կնունքի շաբիկը։ Էդել, ես չգիտեմ, Հայաստանում կարծեմ դա ընդունված չէ, բայց օրինակ Կիլիգեցի հայերը կնունքի համար հատուկ շապիկ են աշխատել տվել, նորից շիկեղ մեդաքսից բաներ, նախ այդ մեր ավանդական բանով սովորությամբ երեխեքին շուտ էին կնքում, բայց չէ որ պետք է մեծանան եւ այլն, այո, այդ տարիքում ուրեմն երեխաներին հագցրել են մեդաքսից շապիկ, որը շատ երկար է, ոտքերը ծածկում եւ անցնում է։ Դրանով են տարել եկեղեցի, դրանից բացի մի ուրիշ առանձնահատկություն էլ կա, ուրեմն մերոն լատ են ասում։ Մերոն լատը մի քառակուսի կերպասի կդոր է, որի մի անկյունում խաչ է ասեղնագործված, կան ֆանտաստիկ գեղեցիկ բաներ եւ կողքնել, ուրեմն երեխան ինչ է ուզում մգրդություն հավացեր, չէ։ Ուրեմն այդ արտահայտությունը, որ եկեղեցում մգրդության ժամանակ կանայի հարցին պատասխան դա գրվում էին։ Դրանցից կա նաեւ որ գրված է, կա որ գրված է, կա որ չէ, բայց այդ գրվածի լավներն է, որ կոնե հայերեն բան է գրված, հայերեն տարկավրան, հա, դրանով ուրեմն դասերփիչներ այդ մերոնը։ Հիմա ասեմ, այդ երեխային ուրեմն կնունքից հետո երբ որ ինքը մերոնված է արդեն, բարուրի պես դնում էին դրա վրա, փաթաթում էին դրանով, եւ այդ խաչով մասը մի անկյուն է, կդորի մի անկյունը որ խաչ ուներ, դա գալիս կախվում էր երեսին։ Այդ շատ հետաքրքիր բան կա, չէ՞ մենք ցերնադրություններից հետո էլ դեմքը ծածկելու բան կա, այդպես ծածկված ինքը տուն էր գալիս, բայց դրա փաթաթելու բանայաներ, որ երբ որ դրա վրայից իրեն շորն էին հագցնում, շորը մերոնին չէր հասնում, ուրեմն այդ մերոն լատը մնում էր շորի եւ մարմնի արանքը եւ մերոն լատը երբեք չէր լվացվում, դա սրբորեն պահվում էր տանը եւ հետագայում ծնվող բոլոր երեխաներին այդ նույն մերոն լատով փաթաթում բերում էին տուն։ Հա, այդ նույն կտորը օգտագործում են մի քանի անգամ։ Այո, այ տան սրբություններից մեկն էր։
Ինչ հետաքրքիր, շապիկների մշակույթ օրինակ հիմա Հայաստանում բավական մեծացել է, որովհետև օրինակ կնունք կազմակերպող մարդիկ կամ կազմակերպությունները առաջարկում են գեղեցիկ շապիկներ, մոմեր եւ այլն, բայց օրինակ մերոն լաթի մշակույթ չեմ հանդիպել, առաջին անգամ լսում եմ հիմա այստեղ։ Հա, դե հիմա տեսեք որոշ գործնական բաներ կան, մի երեխան եթե փոքր տարեկում չի կնկվում, այդ մերոն լաթի ոնց փաթաթես իրան դրա մեջ այդ պետք է մի շաբաթական երեխա լինի, որ փաթաթվի, չէ։ Այդպես, բայց ես օրինակ մեր ժամանակ էլ որ հիշում եմ խորհրդային տարիներին կնունքի ժամանակ ոչ հագուստի մասին խոսք կար, ոչ բան է, այսինքն մաքսիմում կնկվում էինք էլի։ Իսկ այնտեղ այդ պահպանվել էր եւ լավ է որ այդ եմ ասում, սիրիական միջավայրում հայերը իրենց սովորությունները կարողացել էին պահել։ Շատ այդ մեծ բան էր։ Գիտես, մերձավոր արևելք է։ Մարդիկ 1000 տարի ապրել են իրար կողք, հայերն ու արաբները, անկախ սահմաններից, իրանք մի քաղաքից եկել են մյուս քաղաքը, բայց նույն սովորություններով, նույն ճաշերն էին պատրաստում, այնպես որ այդ որ ասում են, որ գնում եւ ընկնում ես բնիկների մեջ, հա, եւ դու չես կարող դա չքննադել, դա ուղղակի բան էր, հանցագործություն կլիներ դրանով չզբաղվել, չհետաքրքրվել եւ իրենք էլ քանի որ խանդավառվում էին, այդ էլ բնորոշ բան է, գիտես Սպյուրքին 3-4 հոգով հավաքվում եք, ասում եք, որ մի հատ ժողով եք անում, ասում եք, որ եկեք մի հատ գիրք տպենք, տպում ենք, գիտես, այդ կապ չունի պետությունով է, նախագահով է, ինչ կապ ունի, դու որոշել ես, որ դա կարևոր է, դնում անում ես։ Իդեպ դուք էլ շատ կարևոր գործ եք անում, որովհետև բացի այն, որ ուսումնասիրում եք եւ հավաքում եք հնարավորության դեպքում, նաեւ գրքեր եք հրատարակում եւ նաեւ ցուցահանդեսներով եք հանդես գալիս։ Մեզ տեսեք մի բան էլ, այդ աստվածային նախախնամություն էր, որ մենք առաջ գիրքը Մարաշը, որ սկսեցինք պատրաստել 7 թիվներ, 2007 թիվներ։ Դրանից հետո հրադարագել ենք Ուրֆայի առաջի հադորը, այն թափի 2 հադորները 700 էջ այն թափը հրադարագեցինք 15 թվին։ Հիմա երբ որ հետ ես նայում, որ 11 թվին սիրիական պատերազմը սկսվեց, այդ ներքին կոնֆլիկտը եւ մեր գաղութը շատ ծանր հարվածներ տարավ եւ շատ քիչ մարդ է մնացել այդ հրաշալի գաղութում, ոնց որ վերջի հնարավորությունը լիներ մեր ժառանգությունը հավաքելու։ Ասեմ նաև, որ այն ինչ որ հրադարագել ենք, դա մեր հավաքած նյութի մի մասն է, գիտեք, այդ որ ամեն մեկի տունը որ գնում էր, տասնյակներով ձեռագործ կար, այդ ամբողջ չենք կարող հրադարագել, բայց բարեբախտաբար կա լուսանկարչական արխիվ եւ մեզ վերջին հնարավորությունը տրվեց այդ ժառանգությամբ լրջորեն զբաղվելու։ Հիմա Սիրիա հայերի հիմնական մասը կամ Կանադա են կամ Շվեդիա են, ինչ ասեմ, մի բան էլ ասեմ, վերջացնեմ, տեսեք, երբ որ դու առարգային իրեն միջավայրից ես վերցնում, առարգայի հետ վերցնում ես նաև իրեն պատմությունը, շատ կարևոր է։ Օրինակ եղել է, որ ես Հալեբում ձեռագործ եմ գնել հնավաճառի մոտից, ինքը լավ գործ է, գեղեցիկ գործ է, 100%-ով գիտեմ, որ հայի գործ է, գիտեմ, որ 19-րդ դար է, բայց պատմություն չունի իր հետ։ Իսկ երբ որ ընտանիքից ես վերցնում, մեկ էլ լուսանկարն է դուրս գալիս աշխատողի, իր տվյալներն է դուրս գալիս, հայրենակցա որտեղացի է, մարաշցի է, անթափցի է, այս տեսակ բաներ, որոնք կրկնակի թանկացնում են առարգային, մեր մշակույթի համար թանկացնում են, որովհետև մեր թանգարաններում էլ բազմաթիվ առարկաներ կան հրաշալի, որի մասին մենք մի բառ չգիտենք։ Կարծում եմ եղել եք եւ անմիջական մասնակից եք դարձել Դիլիջանում բացված Շարամբեյանի անվան թանգարանի վերափոխված վերածննդի վերածված այդ թանգարանը, ինչ կարծիք եք դրա մասին։ Շատ լավ կարծիք եմ, նախ պետք է ասեմ, որ այդ հյուսվածեղենի տեքստիլի թանգարան անելը, այդ մասնաճյուղի շենքում անելը Նարեկ Վան Աշվատոյանինն էր, ինքը ասաց, որ պարոն Թոքմաջյան, այսպես մի բան եմ մտածում, ես էլ քաջալերել եմ ասել Շարամբյանի թորնիկն է, այո, եւ ինքն էլ հրաշալի հավաքածու ունի, ինքն էլ այդպես անսնորազորեն ձեռագործին է նվիրված եւ հավաքում է աշխարհի տարբեր կողմերից ինչ հնարավոր է փրկել, բերում է եւ այդ եւ բարեբախտաբար թանգարանի տնօրինությունը, գիտխորհուրդը բոլորն էլ համաձայն եղան, որ այդ մի մասն էլ, այսինքն փոխանակ Երևան
Հայաստան թանգարանի էքսպոզիցիան կրկնելու, այնտեղ կարելի է շեշտը տնել հյուսվածեղենի վրա։ Եվ թանգարանն էլ ահագին լավ հավաքածու ունի, ուրեմն օրինակ Ժանյակի ֆանտաստիկ հավաքածու ունի, լավ գորգերի հավաքածու ունի, քիչ քանակի, բայց շատ լավ Սյունիք, Արցախ ընդիր գորգեր, որոնք մենք ցուցադրել ենք, այո, մի քանի ձեռագործ բաներ, որոնցից ուրեմն կաղում էր մեր թանգարանի հավաքածուն, պատմության թանգարանը տվեց ամբողջական դարձնելու համար, եւ այդպես ես կարծում եմ, որ այս թեմատիկ թանգարանները շատ կարեւոր են։ Տեսեք, մեծ թանգարանը ուրիշ պատմություն է։ Միշտ այդպես է եղել։ Մեծ թանգարանը պետք է մեծ երկիր լինես, մեծ թանգարանը մայրաքաղաքին, այո, մայրաքաղաքը մեծ թանգարան թող ունենա, բայց փոքր թեմատիկ ցուցադրություններ, թանգարաններ Հայաստանի տարբեր շրջաններում պետք է ունենալ։ Եվ երբ որ թանգարանը ուղղվածություն ունի, թեմատիկա ունի, ինքը այդ թեման ավելի լավ է ներկայացնում, քան եթե ամեն ինչ ուզում ես ներկայացնել, ոնց կարող է մանավանդ մենք, որ այդպիսի հարուստ ժառանգություն ունենք, Սարդարաբադի թանգարանը, որ չէ 5000 քառակուսի մետր հսկայական տարածություն կա, նույնիսկ այդպիսի մեծ տարածությունները մեր ամբողջ ունեցածը ցույց տալու համար քիչ է, էլի մեզ պետք են թանգարաններ Դրա համար էլ գոնե փոքր չափերով, փոքր թանգարաններ, ինչ կարող է Մեղրիում լինել, չգիտեմ, Սյունիքում կամ Տավուշում կամ Շիրակում լինել փոքրիկ թանգարաններ, որոնք կարող են այդ ոլորտում ակտիվ աշխատանք տանել եւ ցուցադրական եւ նաեւ համագործակցել ուրիշ թանգարանների հետ, հարևան երկրների հետ, ինչ ասեմ։ Ձեր հավաքածուները կարող ենք տեսնել։ Իհարկե։ Որտեղ։ Հա, այդ ձևով հիմա մենք այդ վերաբրումի օրագիրը, որ ցուցադրեցինք, փաստորեն իմ հավաքածուներ, որտեղ Ժողովրդի թանգարանում, բայց այդ հիմա արդեն չկա, հիմա Ժողովրդի թանգարանում վարպետներ եւ գործիքներ ցուցադրությունը, որ նորից իմ հավաքածուն է, այսինքն այսպես ասենք, իմ Սիրիայից բերած առարկաներն են, որտեղ մաս են կազմում նշանավոր վարպետ Հովհաննես Կալամքերյանի գործերը եւ գործիքները, մի ուրիշ հրաշալի բարեկամ Ռուբեն Պարսումյանի հավաքած նյութերը հիմա ուրեմն այնտեղ ցուցադրվում են նորից ռեգիոնին վերաբերող պղնձագործների գործիքներ, լուսանկարներ, կենսագրական տվյալներ 150-ից ավելի վարպետների մասին կենսագրական տվյալներ, որոշները լուսանկարներով նույնիսկ, եւ իհարկե պղնձե հրաշալի առարկաներ, որոնք ցույց է տալիս, թե այդ կոպածո պղնձագործության մեջ հայերը ինչ ֆանտաստիկ բարձունքների են հասել։ Պարոն Թոքմաջյան, շնորհակալություն ձեզ շատ, մեր հաղորդման համար նախատեսված ժամանակը սպառեցինք, մի բան էլ ավել գնացինք, բայց իրական անչափ շնորհակալ եմ, որովհետև նոր նշանչակ տվեցիք եւ ինձ եւ իմ ունկնդիրներին ոչ միայն գնալու թանգարաններ եւ տեսնելու, այլև այլ հայացքով նայելու, կարդալու իմաստով, որովհետև մի բան է, որ դու նայում ես նախշին, ասում ես շատ գեղեցիկ է, մի բան է, որ դու հասկանում ես այդտեղ ինչ որ մի բան է գաղտնագրված, գաղտնահյուսված, լրիվ ուրիշ տրամաբանությամբ եւ լրիվ ուրիշ էմոցիաներով ես դրանց վերաբերում։ Շնորհակալություն ձեզ շատ, ձեզ ուժ ու եռանդ եմ մաղթում, որ ձեր աշխատանքը ավելի մեծ ծավալներով եւ ավելի հասանելի դառնա մեզ, որովհետեւ դա այն ամենն է, ինչ պատմում է մեր մասին։ Ես էլ եմ շնորհակալ եմ առիթի համար։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես շատ սիրով զրուցում եմ Հրազդան Թոքմաջյանի հետ, ով գեղանկարիչ է, ազգագրագետ եւ երկար տարիներ հատիկ հավաքում է հայկական ձեռագործ արվեստի գանձերն ու նմուշները եւ պարբերաբար դրանք գրքերի եւ ցուցադրությունների տեսքով ներկայացնում է ձեր դատին։ Այնպես որ առիթը բաց մի թողեք, հնարավորության դեպքում գնացեք թանգարաններ, տեսեք, վայելեք, ճանաչեք ձեզ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։